Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելիներս, հիմա մեր հեռուստադիտողներից շատերը կմտածեն, ինչ եղավ, ինչու նրանց մոտ այսօր որևէ մեկը հետաքրքիր ինչ-որ նորությամբ հյուրի կարգավիճակով չի եղել, բայց շտապ ենք ասել, որ այո, դռները բացել ենք մենք եւ հյուրեր արդեն մեր տաղավարում են։ Ես ներկայացնում նրանցից առաջինին, նա նորահայտ երգիչ, շատ տաղանդավոր 12-ամյա մի երիտասարդ է, նա Տիգրան Հունանյանն է։ Մի կուարի ներկայացնենք մեր մյուս տաղանդավոր ընկերոջը, ով կարողանում է լավ երգել, լավ նկարել, լուսանկարել, հետո նաև լավ ռեժիսորը փաստորեն տեսահոլովակի, բազմակողման խոսքով Ռոբերտ Քոլոյան։ Բարի լույս։ Ապարությունները ձեզ ընկերներ ուրախ ենք։ Շատ ուրախ ենք ձեր տաղավարում այսօր։ Մենք ունենք շատ հարցեր ու ուզում ենք իմանալ հենց եկեք խոսենք մի փոքր թեմայի մասին, երգի մասին, ինչ երգ է, ինչպես ստեղծվեց։ Ինձ մոտ Տիգրանը կպատմի ինչպես ստեղծվեց։ Արի պատմի Տիգրան ջան, նոր տարվա գիշերը։ Այս ինչ լավ երգ է, որի շուրջ մենք այսօր հիմա հավաքվել ենք։ Նախ մինչ երգը ստեղծելը մենք որոշում ենք թեման։ Ես ունեմ մոտ 5 կամ 6 սիրելի երգի թեմաներ։ Եվ քանի որ մոտենում էր ամանորը, մենք որոշեցինք, որ այ պետք է լինի նոր տարվա մասին։ Ահա։ Իսկ այն մյուս թեմաների հետ կապված կարճ ասա, որոնք են այդ գեղեցիկ թեմաները։ Դա ընտանիքի մասին է, մայրիկի, հայրիկի, ընդհանուր ընտանիքի մասին, զինվորների մասին, պատերազմների մասին, այդպես։ Ընտիր ապրես։ Երբ ես սկսել զբաղվել երգարվեստով։ Երգարվեստով ես սկսել եմ զբաղվել 4 տարեկանից։ Առաջ հանդիսանում էի իմ շատ սիրելի Արսեն Գրիգորյան ստուդիոյի մի անդամը եւ բարևում եմ իմ շատ սիրելի Արսեն Գրիգորյանին, ով ներկայապային գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերջի շատ ընկեր Արսեն։ Այս բուրըն էմոցիաների եւ հիշողությունների համար։ Շատ լավ է։ Դա խոսենք երևի արդեն ձեր համագործակցությունից, երբ եք ծանոթացել մեր ընկերոջ հետ։ Ես ստացա առաջարկը Նիկից Եկիբյան, շատ տաղանդավոր ընկեր։ Նիկ ասեց մի հատ երեխա ունեմ, ասեց շատ լավն է Տիգրանը, ասեց մի հատ արի երգը լսենք, ուզում ենք տեսահոլովակ ունենանք։ Ասի Նիկ, բայց երբ էլի, ասեց դե մինչև նոր տարի, ասի Նիկ, բայց ոնց։ Ասեց լավ մի հատ լսի կհասկանաս, սենց լսեցինք Նիկի հետ ու տեսա առաջին օրը Տիգրանին այդ օրը, ինքը եկավ ասեց նա, ես գիշերը նստել եմ, բայց ես անկեղծ եմ ասում, այդ օրը չգիտեի կնկարենք թե չէ, որովհետև ժամանակը շատ սուղ է, այսքան որ ես նաև երգում եմ, իսկ մեր մոտ ամեն օր կարելի ասել համերգ է, ես չի հասկանում, երբ կարող եմ նկարել։ Եկավ ինձ առաջին տեսավ սենց հայց, ուրեմն նայ, ես նստել եմ գիշերը թղթի վրա նկարել եմ, ոնց եմ ուզում լինի իմ տեսահոլովակը, ու այդ միանգամից առաջին ազդակներ ինձ, որ ես հասկացա, որ ես պետք է այս տեսահոլովակը նկարեմ հաստատ։ Իհարկե Տիկը մի քիչ ուրիշ բաներ էր ուզում, բայց մենք իրար հետ որոշեցինք, որ ստեղծենք իր աշխարհը ու փորձել ենք մաքսիմալ շատ պարզ, շատ սիրուն ստեղծել այն աշխարհը, որտեղ որ Տիկը կպատկերացներ իր նոր տարին ու տենց փորձել ենք ստեղծել այդ աշխարհը, չգիտեմ, շատ հեշտ են անցել մեր նկարահանումները, որովհետև Տիկը շատ ինչ ասում էի շատ արագ, ասենց մի անգամից անում էր ամեն ինչը, ու տենց, չգիտեմ, խոսքերի հեղինակն է Ավետը Բարսեղյան, աշխատել է շատ մեծ թիմ, Տիկը սենց մաքսիմալ փորձել է այդ ընթացքում լինի շատ ուշադիր, որը իմ համար շատ կարևոր է, ես ոնց որ չաշխատեի 12 տարեկան, իդեպ իմ ամենաառաջին անգամն էր, երբ ես աշխատում էի 12 տարեկան, Իսկ որպես ռեժիսոր, սա քո առաջի տեսահոլովակն է, թե չէ, որովհետև այս վերջին ընթացքում ինձ շատ դուր է գալիս զբաղվել ռեժիսուրայով ու չգիտեմ, փորձում եմ անել այն ամեն ինչը, ինչ որ ինձ դուր է գալիս։ Չգիտեմ, ես ինձ չեմ համարում հենց ռեժիսոր, որովհետև չունեմ կրթություն, բայց շատ եմ սիրում ֆիլմեր, տեսահոլովակներ ու փորձում եմ ազատ ժամանակը միշտ լցնել ֆիլմերով ու տեսահոլովակներով ու հասկացա, որ ֆոտոից հետո ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց վիդեոն, որ կադրում շարժ կա, քան թե հենց ստատիկ կադրեր, էլի։ Շատ լավ, դեռ մնում ենք երաժշտական աշխարհում, չմոռանանք նաև, որ ամենօրյա համերգային ծրագրերով ես հանդես գալիս ու ուզում ենք հասկանալ 2025 թվականը որպես ամփոփում երաժշտական մասով, բնականաբար այն ամենասիրելի նախագիծը, որտեղ փայլուն ելույթ ունեցաք եւ այլն, ինչ նորություններ կան երաժշտական աշխարհում քո հետ կապված, մի քիչ անդրադարձ նաև դրան։ 2025 թվականին շատ բաներ աշխատել ենք, մի փոքր պասիվ ա եղել
social media-ի առումով, այսինքն շատ բաներ մարդիկ չեն տեսել, չնայած շատ բաներ էլ տեսել են, բայց 26 թվականի համար շատ բաներ ենք աշխատել հենց մեր թմով Կամի Friends-ով, ունենք ֆիլմի soundtrack, որը ոչ տենց անհամբեր սպասում ենք, ունենք մի հատ անակնկալ, որի մասին չեմ կարող դեռ չէ, անկեղծ չեմ կարող ասել, որովհետև անակնկալ բայց արդեն 2026-ին չէ, ոչ այսօր վաղը։ Ոչ այսօր վաղը, չէ, ոչ այսօր վաղը միայն երգել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ րոպեներ անց մենք դիտելու ենք տեսահոլովակ, որը հեռուստատեսային պրեմիերա կլինի մեր եթերում, բայց վերադառնանք Տիգրանին։ Տիգրան, ինչ նորությունների սպասենք քեզնից։ Սա սկիզբն է, սա առաջինն է։ Ինչ ես մտածում արդեն 2026 թվականին ինչեր է լինելու։ 2026 թվականին շատ բաներ լինելու, կոնկրետ չեմ կարող այդպես շատ բաներ կան, կոնկրետ չեմ կարող պատմել։ Շատ բաներ կան պլանավորել։ Եվ 2025 թվականը ինձ համար առհասարակ եղել է լի բուրն էմոցիաներով, մրցույթներով բազմաթիվ լի։ Մասնակցել եմ օրինակ Սանրեմը մրցույթին, The Future of Nations, այսինքն ազգի ապագա մրցույթին, Europop Contest, Bonard Junior եւ այլ բազմաթիվ մրցույթների։ Նկարահանումների ժամանակ Տիգրանը գնաց մրցույթի, մասնակցեց ու հետ եկավ, այսինքն մեր մոտ այնքան սուղեր է ընթացքում, որ եկավ։ Հա, շատ արագ էլի չէի հասկանում, վայ Տիգրան ասում է այսօր համերգ եմ, այսօր մրցույթ եմ ու սա ժամանակ։ Տիգրան, բայց շատ կարևոր մի բան, դպրոցում լավ է սովորում։ Այո։ Այո, այսինքն հիմա տես օրինակ Քոլոյանը մեր տաղանդավոր ընկերը, տես երաժշտական աշխարհում է ու մի ամբողջ տարի քիչ սրբելու ժամանակ նա չունի, այլ գործերով շատ զբաղվելու։ Տես քեզ շատ է հավանել դրա համար էլ քո տեսալովակը ինքը նկարեց։ Վայ ո՞նց ես կարողանում հասցնել դպրոցական կյանքը երաժշտական աշխարհի հետ համատեղել, որովհետև քո տարիքում դպրոցը արդեն ծանրաբեռնված է ուսումնական մասով։ Որ ճիշտ ասեմ, ես կարողանում եմ այդ ամեն ինչը հասցնել, բայց չեմ հասկանում ոնց։ Կարողանում եմ հասցնել եւ հաղորդավարությունը իդեպ ես վարում եմ քիչ թեմ հաղորդում եմ։ Ահա, ապասոր նաև հաղորդավար ես։ Այո։ Ամեն ինչ հասցնում է։ Լավ, գտել եք, լավ։ Տես քեզանից սովորում է, ամեն ինչ անում է։ Կարողանում եմ հասցնել նկարահանումների գնալ, կարողանում եմ հասցնել պարապմունքների գնալ տարբեր դասեր անել եւ այլն։ Շատ լավ, ու վերջում երգի հետ կապված ինչ ակնկալիքներ ունես, որտեղ կուզես լսես այս երգը, ում խորհուրդ կտաս որպեսի լսեն ու ամենակարևորը երբ նոր տարվա գիշերից բացի իհարկե։ Ես որ ճիշտն ասեմ կուզենամ բոլոր այս աշխարհի բոլոր մարդիկ լսեն այս երգը, քանի որ այն ուղղակի հեքիաթային է, այն ինձ թվում է ավելի շատ երեխաների համար է, քանի որ երեխաները զգում են այդ աուրան նոր տարվա, այդպես ասած։ Շատ լավ, մենք շատ ուրախ ենք ծանոթության համար, հաճելի էր շփվելը, հաճելի էր բացահայտել մեր լավ ընկերոջը, սիրելի Ռոբերտ Քոլոյան եւ Տիգրան Հունանյան, մենք առիթից օգտենք ու շնորհավորենք ձեզ, գալիք շնորհաճատ մոտ է արդեն։ Բոլորից են։ Այո, գալիք սուրբ ծնունդը, ու շնորհակալ ենք ձեզ, որ ժամանակ գտաք այս տոնական օրով առավոտը մեզ հետ սկսելու համար։ Այս պահին սիրելիներ մեր եթերում պրեմիերա տեսահոլովակի Տիգրան Հունանյանի շատ սիրուն երգ դու տեսահոլովակը դիտենք ու շարունակենք։